Ձեր կարծիքով Հայաստանի տնտեսությունը զարգանում է, թե ոչ։ Չէ, ի՞նչն է զարգանում, ռուսները հաշվին ապրում ենք էլի, մեր պետք է Եվրոպա գնանք, Ֆրանսիան պետք է մեզ պահի։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ չի զարգանում Հայաստանը։ Ուրա քու գործանները, ուրա շուկատ։ Նախ մենք փոքր երկիր ենք, ինչ որ արտադրենք էլ չի արտարացնում մեզ։ Ես տնտեսագետ եմ, ես գիտեմ ինչ եմ ասում, էլի, չի արտարացնում։ Քանի անգամ եկան չուլոշնում իտալացիներն էլ եկան տրեցին, դες չկա, չի գնում էլի։ Իսկ ստեղից տեղափոխելը, սամալյոտը պետք է տեղափոխեն ահանգին։ Իսկ ձեր կարծիքով դուք որպես տնտեսագետ նշեցիք, որ չի զարգանում։ Չէ, ես չեմ ասում, թե 90 թվականի մակարդակին չենք մնացել, ահագին առաջ ենք եկել, հակած, կապած, ինչ ենք։ Ինչն է խանգարում, որպեսզի զարգանա մեր տնտեսությունը։ Դե ներդրում պետք է լինի, ներդրում։ Պետք է կան ստեղ ինչ որ մի բան սարքեն, էս անեն, այն անեն, որ զարգանա աշխարհի մասշտաբով այդպեսի բան չկա, Ամերիկայում ինչքան ներդրողներ կան։ Ամբողջ Япոնիան ու Գերմանիան բանը ներդնում են, չէ՞, որ զարգանում է։ Իշխանությունները շատ են խոսում ներդրումների մասին, ասում են, որ 2018-ից հետո ներդրումների ծավալը մեծացել է։ Դու տեսնում ես։ Դե որ չես տեսնում, շատ բան են ասում։ Տեսար ընտրություններին ինչ էին ասում, Ղարաբաղը կբերենք, սա կբերենք, այն կբերենք, ասում են։ Դու էլ ասա։ Հայաստանի տնտեսությունը որպես քաղաքացի ինչ է կարծում, զարգանում է։ Քուրիկ ախրմբես հարց է։ Ես կախված չեմ ոչ ղեկավարությունից, ոչ մյուսից, որտեղ ես օգնող չունենք, որ ես այդ հարց, այսինքն օգնող չունենք, որտեղ դիմես զարգանագը են դեպում, եթե մեկը մեկին ոտքի կհանե։ Ես սաղ ծերերին ոտքի եմ հանե, բայց ով է ոտքի հանողը մեզ, ժողովրդին թեկուզ, ես առաջինը լավ, ես չեմ, մյուսը։ Ձեր կարծիքով Հայաստանի տնտեսությունը զարգանում է։ Տնտեսությունը չեմ կարող ասել, չէ, դժվար։ Իսկ ի՞նչն է պատճառը ձեր կարծիքով։ Դե իրավիճակը ընդհանուր, անորոշ վիճակի, դրա համար չի կարող զարգանալ, պատերազմական վիճակ։ Սխալ կառավարում, Նիկոլ Փաշինյանն ասում է կադրային ճգնաժամ կա Հայաստանում։ Դե կա, կա, մենք էլ ենք տեսնում կա, նորմալ կադրեր չկան, դրա համար էս վիճակն է։ Հայաստանի տնտեսությունը զարգանում է, թե ոչ։ Ազիզ ջան, ես որ ասեմ, ես այդպես մեծ կարծիք չունեմ հենց այդ հարցերի վերաբերյալ, բայց գիտեմ, որ հələ ոչ մի բան չի զարգանում։ Մեր զարգացած վիճակը ավելի զրոյական է դառնում։ Ես այդպիսի առաջընթաց հələ չեմ տեսել, ճիշտն ասեմ։ Գուցե ես հին մտքերի մեջ եմ, չգիտեմ, բայց այդպես է։ Ընկերոջս հարցրեք, ինքը ավելի խելացի պատասխան։ Ինքը ուժներին է հարցնում աղջիկ ջան։ Հրատավի ճաշտաճառոջ։ Օրագիր նյուզ։ Օրագիր Երևանից։ Հա։ Իսկ ձեր կարծիքով ինչն է պատճառը, որ չի զարգանում մեր տնտեսությունը։ Այս քաոսային վիճակը ամեն ինչի պատճառը դա է, Ազիզ ջան։ Սա մենք խարխափում ենք հիմա։ Մեր ունեցած լավագույն բաները մեր կորսվել են, դրա համար էլ Ով է մեղավոր է։ Մենք, ես էլ եմ մեղավոր։ Մենք բոլորս մեղավոր։ Եթե ես մեղավոր եմ, ինձնից վերև բոլորն են մեղավոր։ Կառավարիչն ով է։ Ասա, ես չգիտեմ ով է կառավարում, բայց այս ամբողջը խավարի կառավարություն է։ Առաջինը ես թույլ եմ տվել, որ տնտեսությունը այս վիճակում լինի։ Առաջինը ես եմ մեղավոր։ Որովհետև բացի տնտեսությունից նաև պատիվ եմ ունեցել ժողովրդի զինվորը լինելու։ Հետո երկրորդ տու դրեք, որովհետև յուրաքանչյուր անունից հետո տու մի հատ փողային նվագախումբ կարելի է հնիստեղ միացնել են,
Սեկա, մի բալա։ Իրոք։ Էջի տերմին։ Ձեր կարծիքով Հայաստանի տնտեսությունը զարգանում է թե ոչ։ Ոչ։ Ինչն է պատճառը, որ չի զարգանում։ Կառավարման համակարգի, բանկային սիստեմայի, в общем, բանկային համակարգի փտախտող հիվանդերն էլ ամենակարևոր խոչընդոտն է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր կա կադրերի ճգնաժամ, մարդկային ռեսուրսների։ Չկա, դա ամեն իրանց մոդը կա, իրանց կադրային, որովհետև իրանք Բրեժնևյան քաղաքականությունն են որտեղ գրել, պաշտպանողներին մենակ թողնան մոդիկ, իրականում կադրային ռեսուրս չկա, կադրեր շատ ունենք, ավելի շատ քան ձեր։ Բևիցե ուղղակի կադրերի ուշադրություն չեն տալիս կամ բանը։ Ձեր կարծիքով Հայաստանի տնտեսությունը զարգանում է թե ոչ։ Կարծիքով է, փաստերով։ Փաստերով չի զարգանում, կարծիքով չդեմ։ Ուշ։ Ինչն է պատճառը, որ չի զարգանում ըստ Տնտեսություն զարգացնելու համար մասնագետներ պետք է զարգացնեն կառավարության մեջ, մասնագետ չկա։